Սիրելի քրիստոնյա ազգ, քրիստոնյա ժողովուրդ, Աստծո ազգ, Աստծո ընտրյալ ժողովուրդ, Երեմիայի մարգարեության 17-րդ գլուխ 5-րդ խոսքում Աստված մի հրաշալի խոսք ասում մեզ Երեմիայի շուրթերով, ասում է այսպես է ասում Տերը, Տիրոջ խոսքն է, անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում և մարմինը իրան բազուկ է շինում և իր սրտովը խոտորում է Տերիցը, այսինքն այն մարդը, ով որ թողոմատիրոջը ապավինել է, ապավինում է մարդու, մարդկանցից, պետություններից, չգիտեմ ովքերից է, ինչ մարդկանցից է սպասում իր օգնությունը, իր ամեն խնդիրների հարցերի դեպքում ասում է այդպիսի մարդը անիծյալ լինի և նա սրտով խոտորվում է Տերից երբ որ մարդը չի ապավինում Աստծուն, չի պաշտում, չի հավատում, չի գալում իր խնդիրի դեպքում դեպի Տերը, այլ ուրիշ մարդկանց է ապավինում, մարդկանցից է սպասում օգնությունը, օրհնությունը, իր ամեն այդ օգնությունները, ասում այդ մարդը անիծյալ լինի, որովհետև Տերից խոտորված է, Տերից սրտով հեռացած է, այո, այդպես է, եթե մարդը թողում է Տիրոջը, իրական գթած ողորմած Աստծուն, որն է օգնողը, որն է ողորմացողը, և գնում է իր ամեն խնդիրների դեպքում դիմում է մարդկանցը, ասում այդպիսի մարդը անիծյալ լինի։ Աստծո խոսքերն է, Աստծո բերանի շուրթերից դուրս ելած խոսքերն է, ժողովուրդ։ Դրա համար էլ մարդկությունը, մեծամասնությունը միշտ մնում է այդ անեծքի մեջ։ Մարդկությունից չի գալիս դեպի Աստված։ Այսինչ իմ հարուստ բարեկամիս եմ ապավինում, վստահում, հույս ունեմ ինքը կօգնա, այսինչ հզոր պետությանը, սրան, նրան, բայց ոչ թե Աստծուն, լինելով քրիստոնյա, մենք պետք է ապավինենք, հավատանք Քրիստոսին, կենդանի ողջ Աստծուն, ոչ թե մարդկանցը, որ անիծքի մեջ մնանք տարիներով, հասկանում եք, դրա համար դարձ ապաշխարություն դեպի Քրիստոս, դեպի կենդանի թագավորների թագավորին Տերերի Տիրոջը, փառքի Հորը, փառքի Աստծուն, որից է օգնությունը, օրհնությունը, զորությունը, ողորմությունը, շնորհքը, ոչ